Իսրայելն ու Միացյալ Նահանգները փորձում են մեր դեմ տրամադրել Պարսից ծոցի երկրներին, հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Ռեզային էլ X-ի իր էջում գրել է. «Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացում Հորմուզի նեղուցում»։ Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սաստկացնելու նախագծին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել իրենց տրամադրել Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թրամփն ի պատասխան ասել է. «Մենք ինքներս դրա կարիքն ունենք»։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները օգոստոսի 7-ի առթիվ համատեղ հայտարարել են. «Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում»։ Իսպանական Սեուտայում հարյուրավոր միգրանտներ մնացել են լողափերին ու չգիտեն ինչպես կամ ում դիմել ապաստան ստանալու համար։ Իսպանիան Իտալիային 2 օր է տվել սահմանային հսկողությունը վերացնելու համար։ Թուրքիայում 104 անձի են ձերբակալել ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար։ Դոլֆին թայֆունը շարժվում է դեպի Չինաստան, վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։